Հանրապետական կուսակցության հիմնադիր նախագահ Հայաստանի Գերագույն խորհրդի падգամավոր պետական քաղաքական գործիչ Աշոտ Նավասարդյանի ծննդյան 75-ամյակի առթիվ այսօր բացվել է նրա տուն-թանգարանը։ Հուշաքարն էլ բացել է նրա այրին Հասմիկ Նավասարդյանը։ Բացման արարողությանը ներկա են եղել Նավասարդյանի անվան դպրոցի սաներն ու ուսուցիչները, կուսակից ընկերները, քաղաքական գործիչներ եւ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը։ Մինչ այդ Աշոտ Նավասարդյանի զինակից եւ կուսակից ընկերները Եռաբլուր զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել նրա շիրիմին։ Հայաստանը դարձել է 130-րդ երկիրը, որտեղ հասանելի է Starlink-ի գերարագ ինտերնետ ծառայությունը։ X-ի իր միկրոբլոգում այս մասին տեղեկացրել է SpaceX-ի հիմնադիր Իլոն Մասկը։ Հիշեցնենք, որ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ավելի վաղ հայտնել էր, որ Starlink-ի ծառայությունները Հայաստանում արդեն հասանելի են, ապահովելով արագ հուսալի արբանյակային ինտերնետ։ Վարչապետն էլ ընդգծել էր, Starlink-ի բաժանորդները կարող են իրենց աշխատանքը կազմակերպել Հայաստանի ամբողջ տարածքում։ Լույս եւ Իմ քայլը հիմնադրամների ֆինանսավորմամբ արտասահմանում կրթություն ստացած Հայաստանի Հանրապետության 460 քաղաքացիներից 333-ը հայրենիք չի վերադարձել։ Լրատվամիջոցներից մեկի հարցմանն ի պատասխան հայտնել են Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեից։ Հիշեցնենք, որ կառավարությունը վերջերս է հաստատել Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումն օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը։ Այսօր կրակոցներ են հնչել Տավուշի մարզում։ Գիշերը ժամը 1-ի սահմաններում Կրծքավանդակի շրջանում հրազենից ստացած վնասվածքով Դիլիջան բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի։ Մինչ ոստիկանության աշխատակիցների հիվանդանոց ժամանումը մեկ այլ քաղաքացի էլ ոտքերի հրազենային վնասվածքով է տեղափոխվել բժշկական կենտրոն։ Ավելի ուշ համայնքային ոստիկաններն ու Դիլիջանի քննչական բաժնի քննիչները պարզել են, որ կրակոցները տեղի են ունեցել Դիլիջան խոշորացված համայնքի Հաղարծին բնակավայրի Մարիա Խլեբ կոչվող չգործող հացատան տարածքում։ Պարզվել է նաև, որ վիրավորները Տավուշի մարզի 38-ամյա եւ 40-ամյա բնակիչներ են։ Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանրապետական շտապօգնության ծառայությունը համալրվել է եւս 6 նոր մեքենայով։ Առողջապահության նախարարության տեղեկացմամբ Կորեայի նվիրատվությամբ ստացած շտապօգնության մեքենաները Հայաստանում վերազինվել են անհրաժեշտ բոլոր սարքավորումներով։ Միջազգային չափանիշներին համապատասխան 6 ռեանիմոբիլները պատրաստ են համալրել մարզային շտապօգնության ավտոպարկը։ Հանրապետական շտապօգնության օպերատիվ կառավարման կենտրոնը սպասարկում է Արագածոտնի, Շիրակի, Լոռու եւ Տավուշի մարզերի բնակչությանը։ Սվետլանա Ավդիշյան, ժամը լրատվական։